աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում դրվում է հաստատությունում 2021 թվականի սեպտեմբերի 21-ին գործող դրույքաչափը։ Կրթահամալիրում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 2020 թվականի փետրվարից ուսուցիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում բոլոր որպես նվազագույն դրույքաչափ սահմանվել է 160,000 դրամը։ Բոլոր։ Այ վերևում մեր կրթահամալիրի տնօրենի գրասենյակն է, հանդիպումից հետո կարողանաք բարձրանալ վերև, այնտեղ կադրերի տեսուչն է, այնտեղ բոլոր աշխատանքային պայմանագրերն են, դուք ունեք հնարավորություն նայելու, եթե դուք կարողանաք ցույց տալ որևէ աշխատող, որտեղ 160,000 դրամը չի դրված որպես հիմնական աշխատավարձ ուսուցչի, հա, մեկ դրույքաչափով աշխատող ուսուցչի դրույքով, ապա նկարահանումը ես ինչ-որ բան ճիշտ չեմ ասում, բայց այդպիսի բան չի կարող լինել, որովհետև աշխատավարձների ցուցակներով ուսուցչի աշխատավարձը հաշվարկվել եւ վճարվել է 160,000 դրամով։ Մեզ անհասկանալի, մեզ ոչ հիմնավորված ենք համարում ԿԳՄ ֆինանսավորման հաշվարկի համար հիմք ընդունված հա 140,000 դրամ դրույքաչափը։ Այս տարբերությունը, եթե նայում եք, ամսական 20,000 դրամ, բազմապատկում եք տարով, հա, բազմապատկում եք դրույքների քանակով, դա բավականին մեծ գումար է անում եւ ստացվում է, որ մենք եւ 2025 թվականի համար եւ 2026 թվականի համար այդքան հա բան կրթահամալիրը պակաս թեր ֆինանսավորում է ստանում։ Մենք արձանագրում ենք, որ կրթահամալիրի կազմում գործող ուսումնական հաստատությունները կանոնադրությամբ որոշված կարգով 2026 թվականի պետական ֆինանսավորման դրամական հատկացումների հայտեր են ներկայացրել, հայտերում 850N նորմատիվ ակտով որոշված, կարգի եւ գործակիցների հաշվարկի հիման վրա։ Այս գիտեք շատ կարևոր է, որովհետեւ 850N բանաձևի հմայքը նաեւ էստեղ է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, անգամ անհատ, անգամ դպրոցով հետաքրքրված մարդ, լրագրող կարող է հանգիստ հաշվել, թե կառավարության այս սահմանած կարգը չէ իր դպրոցի դեպքում իր հետաքրքրություն ներկայացնում, ինչպես է գործում։ Շատ կարևոր է, որ ինչպես մեթոդաբանությունում գրված է, այս միասնական, ոչ խտրական վերաբերմունքը գործի, անկախ դպրոցի ուրեմն իրավակազմակերպական տեսակից, անկախ նրա ենթակայությունից։ Սա ես ուզում եմ շեշտել։ Կրթահամալիրի կառավարման խորհուրդը իր լիազորությունների շրջանակում 2026 թվականին ծախսերի նախահաշիվը հաստատել է եւ մարտի 10-ի նիստի որոշմամբ ներկայացրել մեր լիազոր պետական մարմնին, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը։ Ցավոք սրտի, ուրեմն այսօրվա ուրեմն դրությամբ մենք այս ծախսերի նախահաշիվը չենք կարող կրթահամալիրի տնօրենը որպես վարկերի կարգադրիչ չի կարող գործադրման մեջ դնել, որովհետև միասնական գանձապետական կարգի համաձայն, իսկ մենք այդ գանձապետական համակարգում ենք, հա, մեր գործունեությունը տանում, պիտի այդ նախահաշիվը հաստատվի լիազոր մարմնի կողմից եւ ներբեռնվի համակարգ։ Մենք չենք կարողանում այս չներբեռնված նախահաշվից օգտվել։ Այստեղից էլ այդ խնդիրները, որ մեզանում առաջացել են։ Մենք արձանագրում ենք, որ կրթահամալիրի ուսումնական հաստատություններում 6 դպրոց քոլեջ որևէ օր, որևէ ժամ այս ընթացքում չի ընդհատվել ուսումնական օրացույցով որոշված գործունեությունը։ Այս օրերին 6 տարեկան նոր սեբաստացիների ճամբարներն են գործում կրթահամալիրի 4 դպրոց պարտեզներում, մեծ աշխուժություն է, մեր վարժարանը, ինձանից վարժանի տնօրենն է, Մարդ Հասատրյանը, մեր կրթահամալիրի քոլեջը, այդ քոլեջի ղեկավարը հետևում է ասուլիսին, արդեն հայտարարել են 2026 թվականի ընդունելության մասին
եւ արդեն այն մարդիկ, ովքեր նոր ուսումնական տարին պիտի շարունակեն կրթահամալիրի քոլեջում կամ վարժանում, սկսում են գրանցումներ կատարել եւ այլն։ Մենք չենք խնդրում, նորից եմ կրկնում, որևէ ֆինանսական տարվա համար, ուրեմն պետական դրամական աջակցության մեր հասանելիքն է, որ մենք հաշվարկել ենք, հա, որովհետև արժանապատվության հարցը ուսուցչին, չէ, դպրոցին ինչա հասնում, հա, եւ ինչ պետքա ժամանակին սահմանված կարգով ներկայացվի։ Եվ մենք ենթադրում ենք, որ կրթահամալիրի կազմում գործող 7 ուսումնական հաստատությունները 6 հանրակրթական դպրոց, 8 ուսումնական կենտրոնով, հեղինակային նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական, ուսուցման լրացուցիչ կրթության, հա, կրթական ծառայությունների բաց համակարգով մենք կկարողանանք շատ արագ, մենք այդպիսի ուրեմն տրամադրություն ունենք եւ մեր այս համախմբումը դրան է ուղղված, որպեսզի բոլորը աջակցեք, որ արագ վերականգնենք մեր բնականոն գործունեության վիճակը, հա, որ այս լարումը, այս մինչև ապրիլի 7 մենք հաղթահարենք, այդպես ասենք, հա, եւ այս պայծառ բանը շրջանը մենք հանդես գանք մեր ողջ ուժով, հա։ Ես որպես